ABC մեդիայի հարգելի հետևորդներ, զրուցելու ենք Հայաստան դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ։ Պարոն Խաչատրյան, երբ հայտարարվում է, որ արտաքին քաղաքականության մեջ առաջնահերթ չէ ցեղասպանության ճանաչման հարցը, հետո հաջորդում են պետք է ճշտել, որովհետև չգիտենք, թե ովքեր են դրա մասին գրել, անգամ կար հայտարարություններ, որ պետք է անուններով, անգամ առանձնացնել այս հայտարարությունների կողքին մենք ինչ արդյունք պետք է ունենանք 111-րդ տարելիցի օրը։ Փաշինյանի երեսպաշտությունը, փարիսեցիությունը ասել էր նրան, որ իր հայտնի հայտարարությունից հետո, որ ժողովուրդը դարձավ աշխարհաքաղաքական խաղերի զոհ, ճիշտ չկողմնորոշվեց եւ այլն, նույնիսկ ցեղասպանությամբ զբաղվող աշխարհի ամենաառաջատար հաստատությունը Լեմկինի ինստիտուտը հայտարարությամբ հանդես եկավ եւ Փաշինյանին մեղադրեց, որ Փաշինյանը ցեղասպանության զոհերին է մեղադրում ցեղասպանության համար։ Մեկ բանը ինչու՞մ է հասցրել, այ որ դու ճիշտ կողմնորոշվեի, դու ես մեղավոր, դու ճիշտ չես կողմնորոշվել։ Փաշինյանը շատ լավ գիտակցում է, որ իր վերարտադրվելու համար իրեն պետք է Թուրքիայի եւ Ադրբեջանի բարեհաճ վերաբերմունքը ներսում չունենալով աջակցություն, ինքը Ադրբեջանին է օգնության կանչում։ Գիտեք, այն երեխային, որ Բաքում ճնշում են, ասում է, այս աղբորս կկանչեմ։ Այ իր մեծ եղբայրը Ալիևն ու Էրդողանն են եւ Ալիևը եւ Փաշինյանը դրանց է բերում, այդ պատերազմի եռագլուխ դևը Էրդողան, Փաշինյան, Ալիև։ Պարոն Խաչատրյան, այսօրվան անդրադառնալով տեսնում ենք ջահերով երթի բեմը, այս հատվածում է կարծես զուգահեռ իրականության մեջ լինենք, հա, իսկ դիմացի հատվածում հավաքված է քաղաքացու օրվան նվիրված համերգի համար նախատեսված բեմը, որ հենց հաջորդելու է ամսի 24-ին, հա, ցեղասպանության օրը, սա ինչի մասին է խոսում։ Դե տեսեք, իրենք անցյալ տարի չնշեցին շուկով, նախ անցյալ տարի չնշեցին, այդ տոնը իրանք նշեցին առաջին անգամ 2019-ին, երբ քաղաքում Նիկոլ Փաշինյանը խորոված ու քյաբաբ էր ուտում, իդեպ այդ ժամանակ Պեկինում մեկ ճանապարհ, մեկ գոտի խոշորագույն միջազգային կոնֆերանս էր, որ ինքը այնտեղ լինելու փոխարեն ստեղ փողոցում քյաբաբ էր ուտում։ Ակնհայտ է Նիկոլ Փաշինյանը հին հռոմեական կրկես հաց եւ կրկես քաղաքականությամբ առաջնորդվում, հացի համար մտնում է պարտքերի մեջ, մարդկանց ընտրություններից մի քանի շաբաթ առաջ չնչին ավելացնում է կենսաթոշակները, դե խրախճանքն էլ կազմակերպում է, որպեսզի մարդիկ մոռանան։ Սա էլ եմ ասում, սա ուղղակի անարգանք է ոչ միայն մեր զոհերի, անարգանք է հայ ազգի պատմական հիշողության, անարգանք է համայն հայ ազգի նկատմամբ։ Էլ եմ ասում, քյաբաբով փորձում է ինչ անել, մոռացության տալ մեր ցավը, մեր դատը, մեր իրավունքները, քյաբաբով ծախում է իր ինքնությունը։ Սա է Նիկոլ Փաշինյանը։ Եվ պարոն Խաչատրյան, բազմիցս հայտարարվել է, որ ջահերով երթը քաղաքական, բայց ոչ կուսակցական պայքար է եւ այն ուղղված է սկզբից Թուրքիային, հետո Ադրբեջանին։ Հիմա այդ շարքում կան ավելացած պետություններ կամ մարդիկ եւ արդյոք փոխվել է ի սկզբանե ջահերով երթի դրված նպատակը։ Կա մի մարդ եւ այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Իրոք վերջի մի քանի տարին ջահերով երթը ուղերձ է ոչ միայն արտաքին լսարանին, այլ նաև ուղերձ է Հայաստանի իշխանություններին, որի հեճուկս իրենց ժխտողական, ապազգային, զոհին մեղադրելու քաղաքականության հայ ժողովուրդը պատրաստ է ներողություն պայքարել իր իրավունքների իրականացման համար։ Դա մեր հիշողությունն է, դա մեր անվտանգության բաղադրիչներից մեկն է, որովհետև միջազգային օրենքի համաձայն երկիրը, որը ցեղասպանություն է գործել մեկ այլ երկրի, մեկ այլ ազգի հանդեպ, պատասխանատվություն է կրում զոհի անվտանգության համար։ Դա մեր այսօրվա անվտանգության երաշխիքներից մեկն է։ Բայց կրկնում եմ, Նիկոլ Փաշինյանը հետաքրքրում է միայն իր վերարտադրվել եւ ինքը պատրաստ է ցանկացած ռևերանսի, ցանկացած զիջումների թե Ալիևին եւ թե Էրդողանին։ Այսօր Թուրքիային ինչ է փոխանցում Հայաստանը։ Որ մենք կանք, պիտի լինենք եւ դեռ շատանանք, որ մենք Թուրքիայի հետ ունենք հարցեր եւ Թուրքիան պետք է առերեսվի իր պատմությանը եւ Թուրքիան պետք է ներողություն խնդրի հայ ազգից։ Եվ վերջում արդյոք այդ պահանջատիրությունը խանգարում է իրական խաղաղություն ունենալու։ Իրական խաղաղություն երբ ունենք։
Իրական խաղաղությունը իրական կապիտուլյացիան չէ։ Իրական խաղաղությունը հաստատվում է, երբ արդարություն է հաստատում։ Իսկ դա նշանակում է, երբ կողմերի նվազագույն կենսական շահերը պաշտպանվում են։ Այստեղ Նիկոլ Փաշինյանը զոհում է մեր բոլոր կենսական շահերը, միայն որպեսզի ստանա մի հատ թղթի կտոր, որ վաղ ընտրությունների նախաշեմին, այսինքն հիմա էլ է ասում է, տեսեք, ես բերել եմ խաղաղություն, որովհետև մնացած ամեն ինչը ինքը ձախողել է, հիմա մարդկանց ուղղակի շանտաժի է ենթարկում, վախեցնում է պատերազմով եւ սրանով իսկ պատերազմի առիթ երկրորդ անգամ տալով Ալիևին։ Շնորհակալ եմ։